Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք դիտել հաջորդ տեսանյութը, որը լինելու է Ռուդիկ Օգանովի մասին, ով ավելի հայտնի է Ռուդիկ Բակինսկի անունով, ապա բաժանորդագրվեք մեր յութուբյան ալիքին սեղմելով զանգակ կոճակը։ Իսկ այսօր կպատմենք Սվորաֆի, Կարեն Դեմիրճյանի և Այվազովսկու կտավի մասին։ Արդեն իսկ գաղտնի չէ, որ ծածուկ մտերմություն կար Սվորաֆիկի և այդ տարիներին սովետական Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Սերոփի Դեմիրճյանի միջև։ Գարնանային մի առավոտ էր, երբ Սվորաֆիկի սենյակ Մոսկվայի Մինսկ հյուրանոցում մտավ իր տղաներից մեկը ու հայտնեց Ռաֆիկին, որ Բաքվեցի մի մեծահարուստի տնից մի քանի օր առաջ կատարված գողության ժամանակ տղաները նաև գողացել են ծագումով հայ նկարիչ Այվազովսկու թանկարժեք նկարներից մեկը։ Ու իմանալով, որ Այվազովսկին հայտնի հայ նկարիչ է, ու լավ իմանալով Սվորաֆի անունն ու դիրքը, ցանկանում է հետաքրքրվել, արդյոք նկարը հետաքրքրում է Սվորաֆին։ Մի րոպե Ռաֆիկը սառեց և զարմանալով տղաների կատարած սխրանքից, չէ որ ամեն օր չի պատահում գողության ժամանակ Այվազովսկու հայտնի գործերից գողանալ, նաև լսելով այդ գողության մասին, որը կատարվել էր մի քանի օր առաջ իրեն ծանոթ մի մեծահարուստ բաքվեցու տանը, Ռաֆիկը արդեն իսկ համոզված էր, որ նկարը չէր կարող կեղծ լինել ու այն 100%-ով Այվազովսկու կատարած ստեղծագործություններից մեկն էր։ Ռաֆիկը ցանկություն հայտնեց տեսնելու այդ նկարը։ Այդ տղան լսեց Ռաֆիկին և գլխով անելով իր համաձայնության նշան դուրս եկավ սենյակից, հայտնելով, որ երեկոյան նկարը գողացող տղաներին նկարի հետ միասին կուղեկցի Սվորաֆիկի մոտ Մոսկվայում գտնվող Մինսկ հյուրանոցի համարներից մեկը։ Սվորաֆիկը արդեն իսկ գիտակցելով, որ նկարը չի կարող իրեն պատկանել, քանի որ այն իրենից ներկայացնում է հայրենական մեծարժեք, վերցնում է իր համարում տեղադրված հեռախոսը և զանգում է Երևան, այդ տարիներին Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Սերոփի Դեմիրճյանին։ Ինչպես վերևում նշել էինք, ըստ որոշ տվյալների, Կարեն Դեմիրճյանի և Սվորաֆի միջև կար գաղտնի մտերմություն։ Հեռախոսի մյուս կողմից լսվում է Կարեն Դեմիրճյանի ձայնը, և Ռաֆիկը մանրակրկտորեն պատմում է, որ արդեն իսկ երեկոյան իր մոտ կհայտնվի Այվազովսկու գլուխգործոցներից մեկը, և ամենակարևորն այն է, որ կտավի գողության մասին ոչ մի բողոք չի գրանցվել ոստիկանությունում, քանի որ բաքվեցի մեծահարուստը նկարն իր առանձնատանը պահում էր անօրինական ճանապարհով։ Դեմիրճյանը, լսելով Ռաֆիկին, շատ ուրախացավ, քանի որ լինելով մեծ հայրենասեր և հայրենիքի մեծ զավակ, հասկանում և գնահատում էր, թե ինչ է հայտնվել Սվորաֆի ձեռքում և գիտակցում էր, որ այդ նկարը պետք է վերադառնա հայրենիք։ Հեռախոսի մյուս կողմից Դեմիրճյանն ասաց. «Սվո ջան, էս ինչ լավ բան ես արել, ամուր պահի նկարը քո մոտ, վաղը առավոտյան իմ տղաները կժամանեն Մոսկվա, գումարից հանկարծ չնեղվես, ինչքան պետք է կտաս, կարևորը նկարը վերադառնա հայրենիք, իսկ նկարի օրինականացումը թանգարանում կախվելու համար մենք ինքներս կանենք ու իմացիր, որ նկարը ապահով ձեռքերում է հայտնվելու»։ Դեմիրճյանին լսելուն պես Ռաֆիկը հեռախոսը ձեռքին ժպտալով ասաց. «Դեմիրճյան ջան, ախպեր ջան, փողից չենք նեղվում, ամեն ինչ կանենք, վաղը առավոտյան կսպասեմ քո տղաներին, տեղս գիտեն, թող քո անունից մոտենան»։ Վայր դնելով հեռախոսը, ուրախությունով լցված, Ռաֆիկը մեկ բաժակ հայկական կոնյակ լցրեց և վայելելով հայկական Արարատ կոնյակը, կարծես իր հոգում տոնում էր այս գեղեցիկ հաղթանակը։ Նախապես պայմանավորված ժամին, երեկոյան, Սվորաֆի տղաները բերեցին նկարի գողությունը կատարած տղաներին նկարի հետ միասին։ Նրանց նայելով Ռաֆիկը զարմացավ, քանի որ ճանաչում էր նրանցից մեկին դեռևս տարիներ առաջ, երբ այդ տղան զբաղվում էր գրպանահատությամբ։
Ժպտալով նրանց Ռաֆիկը հրավիրեց ներս բոլորին ու ասաց, որ նստեն։ Նա ասաց տղաներին, որ շատ լավ գործ են արել և ինքը շատ ուրախ է տղաներին տեսնելու համար։ Մինչ այսօր հայտնի չէ, թե ինչքան գումար է տվել կտավի համար Սվորաֆը տղաներին, բայց բանը նրանում էր, որ տղաները դուրս եկան Ռաֆիկի սենյակից ուրախ և բավարարված դեմքերով։ Հաջորդ օրը նախապես պայմանավորված ժամին Մոսկվայում գտնվող Մինսկ հյուրանոցում ներս մտան 6 հոգի, ովքեր ժամանել էին Հայաստանից։ Նրանք ներկայանալով որպես Դեմիրճյանի կողմից ուղարկված մարդիկ բարձրանում են Սվորաֆի սենյակ և մի քանի ժամ զրուցելուց հետո նկարը վերցնելով նրանք դուրս են գալիս հյուրանոցից շարժվելով դեպի օդանավակայան։ Մոտ 1 շաբաթ անց Սովետական Հայաստան թերթում տպագրվեց մեկ հոդված, որտեղ նշվում էր, որ Ալավերդու գյուղերից մեկում գտնվող հին տներից մեկի քանդման ժամանակ գտել են հողի տակ թաղված մի քանի հինավուրց սնդուկներ, որոնց պարունակությունը մասնագետների կողմից ուսումնասիրությունից հետո հայտնաբերվել է Այվազովսկու հայտնի կտավներից մեկը։ Մի քանի օր հետո Սվորաֆի տղաներից մեկը Ռաֆի մոտ է բերում Սովետական Հայաստան թերթի օրինակը, որտեղ գրված էր, որ գտել են Այվազովսկու նկարը։ Սվոն ժպտում է և գոհ է լինում իր կատարած գործից։ Սիրելի հետևորդներ, եթե ձեզ դուր եկավ պատմությունը, կխնդրեինք բաժանորդագրվել մեր YouTube-յան էջին, սեղմելով զանգակ կոճակը, հետագայում ավելի հետաքրքիր պատմություններ ստանալու նպատակով։ Սիրելի հետևորդներ, եթե ցանկանում եք դիտել հաջորդ տեսանյութը, որը լինելու է օրենքով գող աշտարակցի մուշեղի մասին, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակ կոճակը։ Իսկ այսօր ձեզ կպատմենք օրենքով գող Սվորաֆի և Վազգեն Սարգսյանի մասին։ 1990-ական թվականների սկիզբն էր, պատերազմը նոր էր սկսվել, իսկ հայկական կողմին չէր հերիքում զենք և զինամթերքը։ Պաշտպանության բանակի նախարար Վազգեն Սարգսյանը անելանելի վիճակի մեջ էր, չկար գումար և չկար զենք, բանակը լավ վիճակում չէր։ Առավոտյան ժամը 11:30 էր, Վազգեն Սարգսյանի մոտ է գալիս տարիքով ալեհեր մի կին, որին Վազգեն Սարգսյանը միանգամից ճանաչում է, ահագին հայ նկարիչներից մեկի մոտ բարեկամուհին էր։ Նա հայտնում է, որ ներկա պահին իր մոտ կան մի քանի թանկարժեք կտավներ, որոնք իրեն են անցել պապենական ժառանգությամբ և որոնք ինքն ուզում է նվիրաբերել հայոց համազգային շարժմանը։ Տեսնելով նկարները, Սպարապետ Սարգսյանը հիանում է և հասկանալով նկարների իրական արժեքը, ընկնում է մտորումների մեջ։ Արդյոք այդքան հեշտ կլինի այդպիսի թանկարժեք նկարների վաճառքը կազմակերպելու գործընթացը։ Լինելով անելանելի վիճակի մեջ, Սպարապետը չի հասկանում, թե ում կարելի է դիմել, քանի որ պատերազմական Հայաստանում անհնար էր այդ կտավների վաճառքը կազմակերպելը, և Հայաստանում չկար այդպիսի մեծահարուստ, որպեսզի գներ այդ կտավները։ Վերցնելով իր սեղանին դրված հեռախոսը, Սպարապետը զանգահարում է Մոսկվա և որոշ մարդկանց միջոցով խնդրում է կապի դուրս գալ այդ տարիներին քրեական աշխարհի լեգենդ Սվորաֆի հետ։ Դեռ մութը չէր ընկել, երբ Սպարապետի կաբինետում զանգ լսվեց։ Վերցնելով հեռախոսը, նա լսեց Սվոյի ձայնը, մի քանի րոպե խոսելուց հետո Սպարապետը ասում է, որ իր ձեռքի տակ է գտնվում հայ ազգի լեգենդար նկարիչներից մեկի թանկարժեք կտավները, և որ այդ կտավները պետք է օգնեն հայոց համազգային շարժմանը։ Սվոն ուշադիր լսելով նրան երաշխավորում է, որ անձամբ ինքը կզբաղվի այդ գործով և կփոխանցի նկարները համապատասխան մարդկանց վաճառքն իրականացնելու համար։ Մի քանի շաբաթ անց Սպարապետի կաբինետում լսվում է հեռախոսազանգ։ Զանգը Վրաստանից էր, և ասացին, որ Սվոն ամեն ինչ արել է, և զենքը բարձած բեռնատարներով անցնում են Հայաստանի սահմանը։ Դիմավորեք։ Սիրելի հետևորդներ, եթե ձեզ դուր եկավ պատմությունը, կխնդրենք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակ կոճակը, հետագայում ավելի հետաքրքիր պատմություններ ստանալու համար։